Վայնացման հետ կապված ես պետք է նաև մի գործիքի մասին խոսեմ, խոսքը պարտադիր հաշտարարության հարթակի, էլեկտրոնային հարթակի մասին է, այդ հարթակը կա, գործում է և անցած տարվա ամռանից մենք գործարկեցինք պարտադիր հաշտարարության ինստիտուտը միայն ընտանեկան գործերով, որը որպես պիլոտ հանդիսացավ մեր հետագա գործողությունների պլանավորման համար և բավականին դրական արդյունքներ ունենք, մենք 30%-ից ավել գործեր ունենք, որոնք ավարտվում են հաշտարարությամբ, սա նշանակում է, որ այդքանով քիչ հայցադիմումներ են գնալու դատարան և մեր հաջորդ նախաձեռնությունը կապված է լինելու աշխատանքային վեճերի հետ և մեծ ցանկություն ունենք, որպեսզի աշխատանքային վեճերի պարագայում պարտադիր հաշտարարության ինստիտուտը ևս գործի, այդպիսով նաև կրճատելով քաղաքացիական դատարանի ծանրաբեռնվածությունը։ Սահուն անցում կատարեմ դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը, որովհետև մեր դատաիրավական բարեփոխումների հիմքում հենց այս առաջնահերթությունն է ընկած և տարբեր դատարանների մակարդակներում ունեցել ենք տարբեր նախաձեռնություններ, որոշները արդեն հասցրել ենք ընդունել օրենսդրական մակարդակում։ Քաղաքացիական դատարանի մասին խոսելով պետք է ուրախությամբ նշեմ, որ այս դատարանը այս պահին գործում է աննախադեպ քիչ ծանրաբեռնվածությամբ և սա նշանակում է, որ դատարանները ավելի պատշաճ ջանասիրություն պետք է ցուցաբերեն գործերը ողջամիտ ժամկետում ավարտելու հետ կապված։ Ըստ վիճակագրական տվյալների այս պահին նախորդ տարիների հետ համեմատած քաղաքացիական դատարանը գործում է 80% նվազ ծանրաբեռնվածությամբ, ինչը մեծ ցուցանիշ է։ Սրա պատճառն այն է, որ նախ քաղաքացիական դատարանից դուրս բերվեցին մինչև 2 միլիոն դրամական պահանջներով հայցերը, հետո որդեգրեցինք այն մոտեցում, որ պետք է պարտադիր հաշտարարություն ունենանք 3000-ով քիչ հայց ենք ակնկալում, որ մուտք կլինի քաղաքացիական դատարան հաջորդ տարվա ընթացքում, սահմանեցինք կանոններ, ըստ որոնց գործի քննությունը դատավորի փոփոխության դեպքում շարունակվում է նույն կետից, որում որ նախորդ դատավորը թողել է, ապացույցների հետազոտման հետ կապված որոշակի կանոններ ճշգրտեցինք, որոշ գործերի քննությունը ավարտվեց միայն առաջին ատյանի դատարանով և այլն։ Վարչական դատավարության հետ կապված, վարչական դատարանը գաղտնիք չէ, նորություն չեմ ասի, ամենածանրաբեռնված դատարանն է թերևս այս պահին, բայց մենք արդեն հասցրել ենք ընդունել օրինագիծ, որը վերաբերում է վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածության թոթափմանը, երևի լսած կլինեք և ծանոթ եք բովանդակությանը, որ վարչական վերաքննիչ դատարանում գործի քննության ժամկետը պետք է լինի 6 ամիս և կարող է երկարաձգվել 1 անգամ ոչ ավել քան 4 ամսով, պատճառաբանված որոշմամբ, վարչական վերաքննիչ դատարան չեն կարող բողոքարկվել այն ակտերը, որոնք պարունակում են մինչև 300,000 դրամ տուգանք վճարելու պահանջ, բայց բողոքարկման սահմանափակումը միայն վարչական մարմինների համար է գործում, այսինքն քաղաքացիներն ազատ են բողոքարկել դատարանի ակտերը և գրավորության սկզբունքը սահմանվեց, այսինքն վարչական վերաքննիչ դատարանում որպես կանոն գործերի քննություն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, ինչը չի բացառում բանավոր ընթացակարգով գործերի քննությունը և այս փոփոխությունների արդյունքում մեզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք ունենալու ենք 30% բեռնաթափում վարչական վերաքննիչ դատարանում։ Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանին, ապա այս պահին մենք մեր վիճակագրական տվյալների ակտիվ վերլուծության փուլում ենք գտնվում և լուծումը թերևս արտադատական մեխանիզմների զարգացման մեջ ենք տեսնում, մասնավորապես պետք է լավարկենք բողոքարկման ինստիտուտը վերադասության կարգով և հնարավորության սահմաններում քննարկենք նաև ոչ դատավարական մեխանիզմների ստեղծումը այդ վեճերի քննության հետ կապված, վիճակագրական թվերը ցույց են տալիս, որ մեծամասամբ խոսքը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված բողոքների քննության մասին է և կարծում եմ, որ այս խնդիրը անլուծելի չէ, շատ մոտ ապագայում մենք կգտնենք լուծումները և կգնանք հենց այդ ճանապարհով։ Քանի որ խոսեցի վարչական դատարանում գործերի քննության ժամկետների սահմանման մասին, ես պետք է ասեմ, որ և առաջին ատյանի դատարանում վարչական
եւ քաղաքացիական վերաքննիչի մասով արդեն ասեցի, սահմանել ենք գործերի քննության հստակ ժամկետներ եւ սա ապահովելու է մեր քաղաքացիների համար կանխատեսելիություն այն տեսանկյունից, որ հստակ մարդիկ կարող են իմանալ, թե ինչ ժամկետում իրենց գործի քննությունը պետք է ավարտվի, իսկ դատարանի համար դա լրացուցիչ ջանասիրության դրսևորման պարտականություն է ենթադրում, որպեսզի գործի քննությունը ավարտվի հենց այդ ժամկետում եւ որևէ դեպքում ժամկետի ավարտը չի նշանակելու գործի քննության ավարտ, այլ ենթադրելու է դատավորին ինչ որ առումով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն, եթե օբյեկտիվ իրականությունն այն է, որ դատարանը պատշաճ ջանասիրություն օրինակ չի դրսևորել կոնկրետ գործի քննության համատեքստում։ Քրեական դատավարության հետ կապված մենք շատ մեծ նախագծերի փաթեթ ունենք, որն այս պահին գտնվում է վարչապետի աշխատակազմում եւ բոլոր նախագծերի ուղղվածությունը դատավարության բեռնաթափումն է ապացույցների հետազոտման համատեքստում, մասնավորապես նախատեսել ենք, որ կողմերի համաձայնության դեպքում ապացույցները կարող են համարվել օրինակ հետազոտված, վկաների հարցաքննության հետ կապված, եթե հակընդդեմ հարցման իրավունքը ապահովված է, որոշ դեպքերում բացառիկ դեպքերում կարող է հրապարակվել վկայի ցուցմունքը, եթե օրինակ անհնարին է վկային բերման ենթարկելը եւ այլն, եւ նաեւ գնացել ենք այն ռիսկին, որ առաջարկել են քրեական դատավարությունում եւս սահմանել գործերի քննության ժամկետներ։ Հիմա ընտրված է 1 տարին, 2 անգամ երկարացման հնարավորությամբ, ոչ ավել քան մեկական տարով, բայց այդ երկարացումները պետք է լինեն պատճառաբանված որոշմամբ։ Ինչ ենք մենք անում։ Մենք փորձում ենք թեթևացնել դատավարական process-ը, ճկունացնել ապացույցների հետազոտման գործընթացը, հնարավորություն տալ կողմերին ավելի ոչ թե այս պահին գործող քրեական դատավարության օրենսգրքի կանոններով հետազոտել ապացույցները, որը ենթադրում է սկզբում մեղադրանքի կողմին ներկայացված ապացույցների հետազոտում, հետո պաշտպանության կողմից ներկայացված ապացույցների հետազոտումը, այլ ճկուն դարձնել process-ը եւ հետազոտել այն ապացույցները, որոնք որ հարկ է համարում օրինակ դատարանը հետազոտել եւ այս համատեքստում կողմերին հնարավորություն տալով նաեւ համաձայնելու հետազոտված համարել որոշ ապացույցներ պարտականություն են սահմանում տեղավորվել ողջամիտ ժամկետներում եւ փորձը ցույց է տալիս, որ շատ գործերի դեպքում երբ օրինակ վկաները ողջամտորեն են դատակոչված եւ դատակոչված չեն չափից դուրս շատ վկաներ, ապացույցները թիրախային են ընտրված եւ դատավորը ուզում է դրսևորել պատշաճ ջանասիրություն եւ կողմերն էլ իրավունքի չարաշահումներ թույլ չեն տալիս, այս ժամկետները իրապես իրատեսական են եւ կարծում եմ, որ ժամկետների պահպանումը հնարավոր է նաեւ դատավորների կողմից համապատասխան միջամտությունների շնորհիվ, մասնավորապես եթե բախվեն իրավունքի չարաշահման դեպքերի, այլևս պետք է ստիպված լինեն կիրառել համապատասխան սանկցիաներ, որոնցից այս մեր դիտարկումներով երբեմն դատարանները ձեռնպահ են մնում։